Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ձեզ համար բերել եմ եւս մեկ տեսանյութ, որտեղ մանրամասն ցույց եմ տալիս, թե ինչպես կարելի է շատ արագ պատրաստել նման համեղ ժելե։ Այս չափսի ժելե պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1-ից 1.5 կիլոգրամ ելակ, որը հոսող ջրի տակ շատ լավ լվանում ենք, եւ ընդհանուր առմամբ մեզ պետք է 1 լիտր ջուր, որը մի քանի տարբեր տեղեր ենք օգտագործելու։ Սկզբի համար 400 գրամ շաքարավազը 600 մլ ջրով պատրաստում ենք օշարակ եւ դնում ենք մի կողմ։ Այնուհետև 200 մլ սովորական ծորակի ջուրը թրջում ենք 3 ճաշի գդալ ժելատինով եւ թողնում ենք, որպեսզի հասունանա։ Եվ այն մնացած 200 մլ ջուրը եռացնում ենք եւ 1 տուփ պատրաստի խանութից գնված ժելեն բացում ենք այդ 200 մլ եռման ջրով։ Լավ խառնում ենք, թողնում ենք, որպեսզի լուծվի, որպեսզի ամբողջը խառնենք օշարակին։ Ահա արդեն ժելատինը պնդացել է, օշարակը պատրաստ է եւ ժելեն լուծվել է ջրում։ Հիմա ժելատինը ավելացնում ենք եռման օշարակին, այն եռացնելու կարիք չունի, ինքն իրեն եռման օշարակի մեջ հալվելու է։ Ավելացնում ենք նաեւ պատրաստի ժելեն, լավ խառնում ենք մինչեւ ժելատինը ամբողջությամբ հալվի եւ սկսում ենք ձևավորել։ Մինչ կհալվի ժելատինը, ես մրգերը, հատապտուղները, ինչ որ օգտագործում եմ, ելակները կոթերից ազատում եմ, բանանը կտրատում եմ, որպեսզի կարողանանք արդեն շերտ առ շերտ ձևավորել ժելեն։ Առաջին շերտը լցնում ենք 1 շերեփ ժելե, դնում ենք սառցրան 1 րոպեով, որպեսզի պնդանա, այնուհետև բերում ենք եւ ձևավորում ելակները, որպեսզի կպնի ժելեին եւ չտեղաշարժվի, ձևամանի մեջ արդեն գեղեցիկ տեսք ունենա շուռ տալուց հետո։ Դա էլ ենք դնում սառի, այնուհետև բերում ենք շերտ առ շերտ լցնում ենք ելակը, բանանը, ժելեն, դա դնում ենք սառի, նորից բերում ենք, ավելացնում ենք ելակը, ժելեն, բանանը եւ այսպես մինչեւ ավարտվի ամբողջ ժելեն եւ մրգերը։ Այսպես համբերատար շերտ առ շերտ լցնում ենք ժելեն, ելակը, դնում ենք սառի, այնուհետև նորից բերում ենք, ավելացնում ելակը, ժելեն, մինչև կավարտվի ամբողջ մթերքը։ Եվ ամենավերջում տեղավորում ենք սառնարանում 5-ից 6 ժամ, չշփոթվեք եւ սառցրանում չթողնեք, որպեսզի սառույց չդառնա։ Տեղավորում եք սառնարան 5-6 ժամ եւ պատրաստ է։ Ինչպես ձևամանից հանել։ Մի քանի վայրկյան այսպես դնում ենք եռման ջրի մեջ եւ շուռ ենք տալիս։ Դուրս է գալիս շատ հեշտությամբ։ Ահա եւ վերջ, մեր համեղությունը պատրաստ է։ Ես ընթացքում պատրաստեցի 2 ժելե, ցուցադրում եմ ձեզ մեկը բանանով եւ մյուսը առանց բանանի տարբերակը, որը երկուսն էլ նույն եղանակով եմ պատրաստել։ Բարի ախորժակ սիրելիներս, պատրաստեք եւ վայելեք այս ամռան շոգին։